Մենք մեր աջակցությունը հայտնեցինք, հանդիպեցինք շտաբի ներկայացուցիչների հետ, խոսեցինք Արցախյան խնդրից, որ իրանք հիմնականում լսեցինք իրենց եւ լսեցինք թե մենք ինչով կարող ենք աջակցել, իրենք ինչ է մեզնից ակնկալում։ Ես կարծում եմ, ոչ թե կարծում եմ, համոզված եմ, որ Արցախյան խնդիրը չի կարելի մոռացության տալ եւ շատ կարեւոր է, որ հանրությանը ներկայացնել, որ սա առանձին արցախահայերի հարց չի, սա հայության խնդիրն է, Հայաստանի Հանրապետության խնդիրն է, բոլորիս խնդիրն է, ի վերջո այս հրապարակում է ծնվել Հայաստանի երրորդ հանրապետությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետությունը արդյունք է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղ կոմիտեի եւ իշխանությունները փորձում են ամեն կերպ սա ներկայացնել որպես ընդամենը սոցիալական խնդիր, իհարկե սոցիալական բաղադրիչը շատ կարևոր է, բայց սա ոչ միայն սոցիալական խնդիր է, սա մարդիկ դնում են վերադարձի հարց, ինքնորոշման իրավունքի հարց, հազար ու մի հարց են դնում, ամենակարևորը այս իշխանությունների սխալ եւ դավաճանական քաղաքականության արդյունքում արցախահայերը զրկվել են իրենց հազարամյա բնօրանից, իրենց հայրենիքից։ Կառուցողական քննարկում եղավ, մեր մոտից գիտեք, միշտ էլ ակտիվ Աբրահամյան Տիգրանը, պարոն Աբրահամյանը աշխատում է, մենք էլ մեր պատրաստակամությունն ենք հայտնել, աջակցել, ինչ առաջարկություններ կլինեն, մենք պատրաստ ենք քննարկել իրենց հետ։ Ինչ ակնկալություններ։ Իրացեն իրաց կհարցնենք, էլի։ Լավ, այդ կհարցնենք, իսկ դուք երկու կարմիր գիծ նշեցիք։ Այո։ Մեկը սահմանադրության փոփոխությունների հետ կապված ասեցիք։ Երկու կարմիր գիծ եմ նշել, գիծ համար 1 Հայաստանի անկախությունն է եւ հաջորդ կարմիր գիծը դա Արցախի հայկականությունն է, ազատ Արցախն է եւ ինքնորոշման իրավունքը։ Անկախ նրանից, որ այսօր Արցախը գերեվարված է, գերության մեջ է եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի պատանդի եւ գերության կարգավիճակում, մենք իրավունք չունենք մոռացության տալ 88-ի իդեալները եւ հրաժարվել Արցախից, ինչպես հրաժարվեցին այս կապիտուլյանտները։ Այո, խոսել եմ նաեւ նրանից, որ այսօր գործող սահմանադրությամբ ուժի մեջ է անկախության հռչակագիրը, ուժի մեջ է ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, ըստ որի Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն են։ Նրանք խախտել են այդ սուրբ իրավունքը, նրանք խախտել են իրենց իսկ կողմից ընդունված նույն ռազմավարությունը եւ չի կարող այո Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի կամքը ավելի բարձր լինել, քան Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Երեկ էլ շատ հստակ լրատվամիջոցներից մեկին ասել են, որ իմ տպավորությամբ Փաշինյանն ու Ալիևը զուգահեռ սինխրոն գործում են, հենց այդտեղ ազգային շարժումը նշմարվում կամ էլի ակտիվություն է նշմարվում, նրանք փորձում են վախի մթնոլորտում շանտաժ տարածելով փորձել վախի մթնոլորտի մեջ պահել հայությանը, Հայաստանի քաղաքացիներին եւ Արցախահայությանը։ Ասեմ ավարտեմ եւ նպատակը ո՞րն է։ Նպատակը մեկն է։ Ալիևն ասել է, որ որևէ պայմանագիր չի կնքվի խաղաղության, մինչեւ Հայաստանը չփոխի սահմանադրություն, նոր սահմանադրություն չընդունի։ Ակնհայտ է, որ այդ սահմանադրության մեջ Ալիևի պահանջով ոչ ցեղասպանության մասին է խոս լինելու, ոչ Արցախի մասին է խոս լինելու, ոչ եկեղեցու բացառիկության մասին է խոս լինելու, ոչ Արարատի բացառիկության մասին է խոս լինելու, այսինքն լինելու է Հայաստանի ադրբեջանացման սահմանադրությունը։ Եվ որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին, երկու բան ունեն, կամ պետք է էսկալացիա անեն, վախեցնեն հայ ժողովրդին, կամ էլ Նիկոլի հետ պայմանավորված շանտաժելի պատերազմով շանտաժի ենթարկեն, ասեն այ պատերազմ կլինի, բերեք այս սահմանությունն էլ փոխենք, բերեք սա հանենք, նա հանենք, Արցախի թեման մոռանանք, ցեղասպանության դատապարտումը մոռանանք, բայց ժողովուրդ ջան, եթե մոռանանք, մենք դրանով արժանի կլինենք այս հրապարակին ու եռաբլուրին, իհարկե ոչ։ Դրա համար ես միշտ ասել եմ, միշտ չի որ եւ առհասարակ ոչ թե միշտ, այլ միշտ գաղափարը, իդեան, պայքարը ու նահատակությունը դա սուրբ գործ է։ Իսկ 30 արծաթու լափը դա վատ բան է։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախյան շարժումը իրենց համար այլևս փակ է։ Դե ինձ համար ինձ թվում է Արցախյան շարժումը երբեք չի եղել։ Իրանք ի սկզբանե կոնկրետ ինքը Արցախյան շարժման դեմ է եղել։ Օրինակ ինքը իր ամբողջ կյանքում ինքը ամեն ինչ այլ է, որ Արցախյան շարժումը անհաջողության մատնվի, ինքը իր գործունեությամբ, իր կեղծ հայնասիրական թեզերով բերել է պատերազմ։ Կեղծ հայնասիրական թեզերով ամեն մեկը չի որ Աստծուց խոսում, Աստվածապաշտ է, երբեմն սատանի զավակներն են Աստծուց խոսում։
Կես մայմասման վախեցեք կես մարգարեներից։ Երբ որ ինքը գնաց ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դա հայրենասիրության դրսևորում չէր։ Դա ծավալապաշտության եւ Ադրբեջանա հաճության դրսևորում է, որովհետեւ նա կանաչ լույս տվեց Ադրբեջանին հարձակվելու Հայաստանի վրա, Արցախի վրա եւ դրանով իսկ ապակառուցողական դարձնելով հայկական կողմերի բանակցային գործընթացում իր համար Արցախյան շարժումը բացի կենացներից ինչ ա եղել։ Ոչ մի բան, երբ որ գնում էր Արցախում ուլտիմատում էր ներկայացնում Մինսկի խմբի համանախագահներին, ասում էր մինչև Արցախը չվերադառնա բանակցությունների սեղան, ես բովանդակային բանակցության մեջ չեմ մտնի։ Այսինքն ինչ ա, ձեզ թվում է ինքը 2 կոպեկի խելք չուներ, որ հասկանալ կամ խորհրդական չուներ, որ ասել Նիկոլ, դու Ֆրանսիային, Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին միաժամանակ ո՞նց ես ուլտիմատում ներկայացնում։ Աշխարհի այսին չկա տես մարդ, որը միաժամանակ կարող է Պուտինին, Մակրոնին ու Տրամպին, իսկ այն ժամանակ է Պուտինին, Մակրոնին ու ով էր այն ժամանակ Բայդենին կամ Օբամային մինչև այդ բան ներկայացնի, ուլտիմատում ներկայացնի։ Նիկոլ Փաշինյանը էլի Տրամպն էլ այդ ժամանակ է Տրամպին։ Էլի ներկայացնի ուլտիմատում։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի միաժամանակ ու Մարսի